Իրանը պատրաստ է փոխզիջումների գնալ իր միջուկային ծրագրի հարցում պատժամիջոցների մեղմացման դիմաց հայտարարել է երկրի արտաքին գործերի փոխնախարարը։ Նրա խոսքով, որպես փոխզիջման կամքի ապացույց, Իրանը կարող է քննարկել 60% հարստացված ուրանի հարստացման մակարդակի նվազեցման հարցը։ Նաև մեկ անգամ կրկնել է համաձայնագրի հասնելու համար հարկավոր է կենտրոնանալ միայն Իրանի միջուկային ծրագրի վրա, բանակցություններում չներառել հրթիռային ծրագիրը եւ Իրանից չպահանջել ուրանի հարստացման լիարժեք բացառում։ Միացյալ Նահանգները հույս ունի համաձայնության հասնել Իրանի հետ դիվանագիտական ուղիներով, սակայն հակված չէ գերագնահատել նման արդյունքի հեռանկարները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։ Նախագահը միշտ նախընտրում է խաղաղ եւ բանակցային լուծումները, նա պատրաստակամություն է հայտնել խոսելու եւ հանդիպելու ցանկացածի հետ, եւ ես կարծում եմ, որ կա հնարավորություն հասնելու դիվանագիտական համաձայնության, որը կլուծի մեր մտահոգությունները։ Ռուսաստանի պատվիրակությունը մանրամասն հրահանգներ է ստացել Պուտինից մինչև Ժնևում Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ բանակցություններին մեկնելը, լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը, հավելել, որ Ժնևում Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակությունը կընդլայնվի։ Մեդինսկին կմնա ռուսական պատվիրակության ղեկավարը, Ժնևում ռուսական պատվիրակությունը կընդլայնվի, Մեդինսկուց բացի կմասնակցեն նաև Գալուզինը, Կոստյուկովը եւ ուրիշներ։ Ադրիատիկ ծովի ափին գտնվող Սիրոկամար ժայռը փլուզվել է Իտալիայի Ապուլիա շրջանում ուժեղ եղանակային պայմանների պատճառով։